Ողջույն, եթերում Նժարի ուժը ոդկասթի շարունակությունն է եւ այսօրվա մեր հյուրն է Մասիս Շիրոյան, մարտական եղբայրություն միաբանություն։ Ինչպես նաև ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնող խմբի անդամ։ Այդքանը ես իհարկանում չէի հիշի։ Մարտական եղբայրությունը շատ հետաքրքիր անվանում էր, որովհետեւ միաբանությունը մեզ մոտ մի տեսակ ուրիշ բան է հետակապված, մխիթարյան միաբանության հետակապված, կրոնական ավելի շատ, բայց այստեղ շատ հետաքրքիր միաբանություն էր։ Մենք վերջերս հանդիպում ենք ունեցել շատ հետաքրքիր, շատ որակով մարդիկ, շատ ինտելեկտուալ զրույցներ, բանավեճեր, շատ հետաքրքիր։ Ես պիտի խնդրեմ, գուցե ինչ որ մարդիկ կան, մինչև հիմա չգիտեն ինչի մասին է խոսքը, պիտի խնդրեմ շատ կարճ խոսենք ինչու միաբանություն, ոնց ստացվեց որ հավաքվեցիք ու ինչու հենց այդ ֆորմատի մեջ, ու հետո արդեն կարևորի մասին, այն ընդհանուր բաների մասին, որը կա մեր եւ ձեր մտածողության մեջ։ Ի սկզբանե մենք պատերազմի մասնակիցներով, ովքեր որ պատերազմին են մասնակցել, ծանոթ ընկեր կամ հերակայ ովքեր ուն ճանաչում էին հերակագիտեին, այդ մարդկանցով հավաքվեցինք, փորձեցինք քննարկել ու նաև մենք նկատել ենք Թրանտին Տեր-Աբրահամյան, իր հետ ենք հանդիպում ունեցել ու քննարկումներ են եղել, որ պետք է ինչ-որ մի բան ստեղծել, մի կառույց ստեղծել, որը կփորձի ապագայի համար մարտահրավերները, այդ ապագայի մարտահրավերները վերցնել իր վրա, որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում վակուում էր առաջացել։ Դրա համար փորձեցինք ստեղծել ու միաբանությունը հենց գաղափարական միաբանության մասն է խոսքը, ոչ թե կրոնական, այլ գաղափարական։ Հիմնական շեշտը այն ժամանակ դրվեց, որ մենք մերժում ենք Հայաստանի Հանրապետության պարտությունը, մերժում ենք նոյեմբերի 9-ը, դա համարում ենք Հայաստանի Հանրապետության թիկունքից հարված, համարում ենք դա դավաճանություն ու սկզբում դրա շուրջ ձևավորվեց, հետագայում արդեն բովանդակություն լսվեց։ Այսինքն մենք ոնց ենք պատկերացնում ապագայի Հայաստանը, մենք ոնց ենք տեսնում, թե ինչպիսի Հայաստանում ենք ուզում ապրել ու դրա համար արդեն աշխատանքներ սկսեցինք իրականացնել, իսկ ինչու եղբայրություն, դա գաղափարական է էլի։ Ասենք ֆրանսիական մեծ հեղափոխություն, չէ՞, մեզ շատ անգամ ասում են, որ դա մի քիչ սեքսիստական է հնչում եղբայրությունը, բայց եղբայրությունը դա սեռով չի պայմանավորված։ Եղբայրություն դա գաղափարական նույնության մասն է խոսքը, այսինքն միաբանություն եւ եղբայրություն։ Որովհետեւ կանայք էլ կան ձեր թիմերում։ Մեր մոտ կանայք աղջիկներ կան ու ոչ պակաս մեծ դեր ունեն, իմիջիալս ավելի բարձր են դերը էլի մեր մոտ չի երկրորդվում կանանց դերը ու իրենք են ակտիվ մասնակցություն ունենում ու նաև մեր մոտ կանայք կան, ովքեր նաև պատերազմի մասնակից են, մեր Կարմենը Մարտիրոսյան, օրինակ կամ ռազմամարզական խմբում, օրինակ Հովսեփյան Լալան, Մարինան, այդ մարդիկ են մասնակցել ռազմամարզական պարապմունքներին գնացել են, պատրաստվել են ապագա մարտահրավերին, այսինքն մենք չենք սիրում խեղճ հայի դիրքը բռնել, մենք հակառակը ասում ենք ցանկացած մարտահրավերի պատրաստ ենք դիմագրավել, դա կլինի թե մարտի դաշտում, թե առօրյա կյանքում, թե քաղաքական պայքարի ընթացքում։ Սա շատ հետաքրքիր է, որովհետև փաստորեն սերնդափոխություն է տեղի ունենում։ Մենք ունենք ոնց որ այսպես ասած ավանդական ու հարաբերական ավանդական կուսակցություններ ունենք, բայց շատ շատերը ես տեսնում եմ մական մարդիկ, ովքեր ստիպված ինչ որ իմաստով ստիպված փորձել են մտնել քաղաքական նաև դաշտ, որովհետև գիտակցում են, որ այն գաղափարները, այն մտքերը, այն կարևոր թեզերը, որոնք պիտի որ առաջ տարվեն, կարծես թե ոչ մեկի համար կամ ձևական բնույթ են կրում, կամ ընդհանրապես առաջ չեն տարվում, ու դա է պատճառը, որ կարծում եմ դուք եք որոշել ինչ-որ process, դուք նաև կուսակցություն ունեք գրանցված, որը գրանցման փուլում ու նաև քաղաքական process-ներին ինչ որ этаպում մասնակցելու եք։ Իմիջիալս մեզ լսողներին տեղեկացնեմ, որ մարտի 25-ին Էլիտ Պլազայում երեկոյան 19:00-ին տեղի ունենալ մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծվելիք ազգային հեղափոխություն կուսակցության համագումարը, հիմնադիր համագումարն է տեղի ունենալու, որտեղ ընտրվելու է վարչությունը ու հետագայում ներկայացվելու նախընտրական ցուցակները մեր։ Հրաշալի է։ Շատ հետաքրքիր մարդիկ են, ես խորհուրդ կտամ գնաք տեսեք ձեր աչքով, ինչ կան որակյալ մարդկային առումով եւ առհասարակ կան մարդիկ, որոնց մենք չենք տեսնում։ Երբ որ ես ասում եմ, որ այ անորակությունը մեր մոտ քիչ է, ուղղակի ագրեսիվ է ու անընդհատ դաշտում է, իսկ որակյալ մարդիկ ուղղակի զբաղվում են կոնկրետ գործերով, հա, փորձում են միավորվել կաբինետներում կամ ինչ-որ թիմերով աշխատում են, կոնկրետ պրոդուկտ են ուզում ստեղծեն, որ հետագայում կյանքի կոչեն, մարդկանց մոտ այդ տպավորությունն է, հա, որ այն ագրեսիվը անորակը շատ է, իսկ մնացածը կամ չկան կամ քիչ են։ Համակարգի մաս են, բոլորով մի համակարգի մեջ են։ Մենք տեսնում ենք թե ինչպես է տեղի ունենում այդ համակարգի գործունեությունը, այսինքն
լրատվական դաշտը, մեդիա դաշտը իրեն ձեռքում է։ Ֆինանսները իրեն ձեռքում է, որ սովետական միության փլուզումից հետո դա ժառանգաբար փոխանցվել է, այսինքն նոր բան չի ձևավորվել, անկախ Հայաստանում նոր բան չի ձևավորվել։ Այդ կոմունիստական այդ նոմենկլատուրան փոխանցվել է ու դա շարունակվում է։ Իրենք ունեն իրենց տեսլականը, սովետական Հայաստանի տեսլականն է, իմիջիայլոց որովհետև այսօրվա օրինակ Փաշինյանի առաջ քաշած թեզերն չէ, իրական Հայաստանը նեոբոլշևիկ դա հենց ինքը իրենց ասած իրական Հայաստանը դա սովետական Հայաստանն է։ Ու դրա համար իրենք այս հարցերում միմյանց հակադիր չեն ու աղմկում են, երբ որ ասում ես ընկերներ մեծ հանգիստ, ասեք որոդ ինչ եք ասում ու իրարից ինչով եք դուք տարբերվում, տարբերություն չկա։ Անձերի, անունների մեջ տարբերություններ կան, առաջարկությունների մեջ բացարձակ տարբերություն չկա։ Դրա վառ ապացույցն է, օրինակ նոյեմբերի 9-ը ստորագրել է Փաշինյանը։ Մենք համարում ենք դա դավաճանական փաստաթուղթ։ Ամեն կետով ինքը դավաճանական, բայց նոյեմբերի 9-ին հակադրվող այս պայն օրինակ պարլամենտական ուժերից որևիցե մեկը չկա։ Իրենք համարում են, որ դա նորմալ փաստաթուղթ է, ուղղակի պետք է դրանով ճիշտ բանակցել։ Այսինքն խնդիրը նոյեմբերի 9-ը չէ։ Իրենք Փաշինյանին դեմ են գնում Փաշինյանի ստորագրած փաստաթղթով։ Հիմա որոշ տրամաբանական, չէ՞։ Որոշները օրինակ ու ինչի համար եք ասում նոյեմբերի 9-ը դա դավաճանական փաստաթուղթ է։ Նոյեմբերի 9-ով Արցախ մտցրեց ռուսական զորք, որը իմիջիայլոց նույնիսկ չէր արել Քոչարյանը, Սարգսյանը եւ Տեր-Պետրոսյանը, որոնք այդքան ռուսական ուժեր էին ու այդքան կապված են Ռուսաստանին, իրենք չէին արել։ Իսկ Փաշինյանը համաձայնվեց, ստորագրեց նոյեմբերի 9-ը ռուսական զորք մտցրեց, որը որ հետո բանցիկով հանձնեց Արցախը Ադրբեջանին։ Հիմա այս մասով ու իմիջիայլոց մինչև հիմա Փաշինյանը պահում է իր ստորագրությունը այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, որով նախատեսված է Ադրբեջանին տրամադրել միջանցք կամ անխոչադոտ ճանապարհ Սյունիքով, որպեսզի գնան Նախիջևան։ Բազմաթիվ փաստաթղթերի տակ ինքը ունի ստորագրություն։ Հիմա հաջորդ թիվ կա օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Այս էլ մեր մյուս դաշտում գործող է։ Իբր արևմտյան ուժերի համար եմ ասում, որոնք որ պաշտպանում են թրիպը, ուղղակի նույն օրինակ մեր ձևով հայտարարում է, որ այդ թրիպը լավ է, բայց պետք է օրինակ այլ ուժեր էլ մասնակցեն Ռուսաստանը կամ Չինաստանը, նույնը հայտարարում է նաև Ռոբերտ Քոչարյանը, որ ինքը Չինաստանի կամ Ռուսաստանին է տեսնում թրիպում, դա ամերիկյան պրոյեկտ է, իմիջիայլոց ամերիկյան էլ չի, Թրամփի պրոյեկտն է, այսինքն այս պահի վարչակարգի, որովհետև կոնգրեսով հաստատված չի։ Ու Ամերիկան այդտեղ մեծ հաշվով մեծ մասնակցություն չունի։ Այդ ճանապարհին թրիպ կոչվածին մենք դեմ ենք։ Հիմա բոլորը կողմ ենք։ Դա ստորագրել Փաշինյանը։ Փաշինյանը ինչին են իրենք դեմ, այսինքն երկու կարևորագույն քաղաքական որոշումները կերտելությունների հետ կապված կայացրել է Փաշինյանը, իրենք Փաշինյանին դեմ են, բայց կողմ են Փաշինյանի արած գործերին։ Հիմա մենք ասում ենք դա սխալ որոշում էր, որովհետև այս պահին մենք տեսնում ենք տարածաշրջանում ինչ է կատարվում։ Օրինակ Իրան Ամենա-Իսրայել այդ հակամարտության արդյունքում Իրանը խփում է ամերիկյան բոլոր օբյեկտներն ու Ամերիկայի բոլոր դաշնակիցներն, այսինքն արաբական աշխարհին, չէ՞։ Մենք մեր հայրենակիցները ասում են Դուբայ, անվտանգ տեղ է, ապահով։ Հիմա Դուբայի խփում են։ Սաուդյան Արաբիային, Բահրեյնին, բոլոր արաբական երկրներին խփում է, չէ՞։ Պատկերացրեք մենք ունենք թրիպ։ Իրանը խփելու է նաև թրիպին։ Եթե ամերիկյան ռազմաբազաներին խփում է ու Ամերիկան դա չի կարողանում այս բանը պաշտպանել, մեր թրիպը չէին պաշտպանելու։ Ու մենք մեր քաղաքական դաշտի կարևոր խաղացողներ, իբր կարևոր խաղացողները իրենք Հայաստանի Հանրապետությունը ցանկանում են դարձնել պոլիգոն գերտերությունների ու միջին տերությունների մեջտեղում։ Ես առաջարկում եմ նաև վերադառնալ նրան, թե ինչու մենք չունենք այնպիսի կուսակցություններ, այնպիսի իշխանություն չենք ունեցել, որ իսկապես ազգային կլիներ։ Մենք որտեղ ենք բաց թողել կամ լավ հակառակից գնանք, ինչա պետք անել, որպեսզի ազգային իշխանություններ ունենալ, որովհետև կան բազմաթիվ հարցեր, թրիպը այդ հարցերից մեկն է։ Կան շատ ուրիշ մեծ թվով հարցեր, որտեղ կարող է եւ այս պահին կարիք չլինի քննարկելու առանձին դետալներով, բայց միևնույնն է, մենք ունենք հետաքրքրություններ, հայկական շահեր, հայկական հետաքրքրություններ մեծ ու փոքր, որոնց հետևից մենք պիտի գնանք, այլընտրանք չկա։ Հիմա այլ հարց է, որ դա անելու համար մենք գնանք ազգային պետություն, ազգային իշխանություններ ու մոդելներ, որոնք թույլ չեն դա ոչ ազգային
իշխանություններին, հա, գալ հասնել այ ամեն թղթիկակ ստորագրություն դնել առանց պատասխանատվության։ Իմիջիայլոց սա 91 թվականի Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ հանրապետություն, հենց այդ փուլից սկսած անկախական ուժեր, այսինքն այն ուժերը դրանք իմիջիայլոց շատ չեն եղել։ Այն ուժերը, ովքեր որ անկախական էին, իրենք դուրս մղվեցին քաղաքական դասից, հետագայում ենթարկվելով հալածանքների շատ դեպքերում ծաղրոցանակի ու այդ ուժերը դուրս մղվեցին։ Միջև հիմա միջայլոց այն բոլոր ուժերը, որոնք որ ազգային գաղափարախոսության կրողն են, իրենց դարձնում են ազգայնականության, այսինքն վատ իմաստով, հա, ազգայնականության, որտեղ մի տեսակ բանի մեջ անգլերենում դա մի ֆրազայով է գալիս ու բոլորի մոտ, հատկապես արևմտյան գործընկերների մոտ, երբ որ ասում ես, որ այս ուժերը ազգային ուժեր են, իրանց մոտ տենց ազգայնականության, տես ծայրահեղականության ինչ որ տպավորություն է, ոչ մի սարսափելի բան ազգային գաղափարախոսության մեջ չկա։ Արևմուտքում հենց այս պահին բոլոր ազգային ուժերը գալիս են իշխանության կամ գոնե երկրորդ տեղ են զբաղվում։ Այո, որովհետև իրանք են հասկացել, որ իրենց ազգային շահերը ստորադասվել են եւ իրենք հիմա բավականին լուրջ վտանգների ներքո են գտնվում ու չեն կարողանում այդ հարցը լուծել, որովհետև ինչ որ պահի դարավ խաղալիք։ Իրենց ազգային պետական շահերը դրվեցին, ստորադասվեցին իբր անվտանգության դիմաց, հիմա պարզ չէ, անվտանգությունը կարողանալու են կամ բարեկեցության, այսպես ասած, դիմաց, կուշտ փորով հաց ուտելու դիմաց դրվեցին մի կողմ։ Սա էլ նորմալ չի, սա պետք է հասկանալ, դու այ ոնց ես կարողանում պահպանել այդ մոդելը, հա, այդ բալանսը, այդ մենք որ նժար ենք անդադասում, այդ նժարի վրա դնելով պետք է չափես դա։ Իմիջիայլոց այդ ուժերը դուրս մղվեցին, բայց հետագայում նույնիսկ խաղի կանոններ չեն սահմանվել, այսինքն երբ որ մենք խոսում ենք ազգային ուժերը չթողնեն իշխանություն ձևավորեն ոչ ազգային ուժեր, նման քննարկում մեր երկրում առհասարակ պիտի չլինի, այսինքն բոլոր ուժերը պետք է ընդհանուր մեկ անվտանգային համակարգի մեջ ծառայեն, այսինքն իրենք կարող են որոշակի տեսակետներ, տարբերվող տեսակետներ ունենան, օրինակ տնտեսության հետ կապված կամ որոշակի տակտիկական քայլերի հետ կապված տարբերություններ կարող են ունենալ, բայց մեծ հաշվով Հայաստանը չպիտի գործի այնպիսի ուժեր, ովքեր որ Հայաստանը տեսնում են օրինակ նյութոնական պետության կազմում։ Այո, անկախությունը կասկածի տակ դնողները դա քրեորեն պատժելի գործողություն է հենց հիմա, բայց այդպիսի հարց կարծես թե ոչ մեկ չի բարձրացնում։ Կամ հակառակը, մեզ այս պահին կամ փորձում են հрамցնել կամ ռուսական մոդելը, կամ ամերիկյան կամ եվրոպական բլոկների մեջ լինելը։ Մենք դրան հակադարձում ենք, իմիջիայլոց մեր տարածաշրջանում բլոկային քաղաքականություն վարում է միայն Հայաստանի Հանրապետությունը, ում ունի ամենամեծ խնդիրները։ Ну, ՆԱՏՕ-ի կազմում բլոկային ունի նաև Թուրքիան։ Ես անդրկոկապիտացիայի մասին ասում, բլոկային քաղաքականություն ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, այսինքն նյութոնական պետության նախաբանի մեջ է գտնվում, նախաստորագրած ինչ-որ կարգավիճակի, չէ՞, ԵԱՏՄ ասվածը, որը իմիջիայլոց շատերին թվում է դա ուղղակի հեքիաթներ են կամ լուրջ չի, մենք հիմա Ռուսաստանից բազմաթիվ շահեկան բաներ ենք ստանում, բայց իրականությունն այն է, որ բազմաթիվ ապրանքներ, երբ որ մենք մտնում ենք խանութ ու փորձում ենք ընտրել, տեսնում ենք, որ դրանց գները մի քանի անգամ թանկ են, օրինակ դեղերը։ Դրա պատճառը հիմնականում ԵԱՏՄ-ն է, որովհետև դա մեկ ընդհանուր մաքսային միություն է։ Ու Ռուսաստանից է հիմնականում սահմանում, թե ինչ գնով պետք է որ ապրանքը վաճառվի, իմիջիայլոց այդ ներկրվող ապրանքները Ռուսաստանը թույլ է տալի իր երկրում սև ձևով ներկրվի ու իրենց սև շուկայում վաճառում է բազմաթիվ ապրանքներ, որոնք որ ավելի էժան, օրինակ տեխնիկայի շրջանում, ոլորտում, իսկ Հայաստանի Հանրապետությունում այդ ամեն ինչը տոտալ վերահսկվում է ու մենք չենք կարողանում այդ պատուհաններն ունենալ։ Սա լուրջ խնդիրներ են, կամ կահույքի խանութներ կան, բազմաթիվ ապրանքներ։ Հիմա օրինակ ուժեր կան, որոնք առաջարկում են, որ դեղերը դեժանանան ու գործում են տոտալ ռուսական դաշտում։ Չէ, ստում են։ Հնարավոր չի նման իրավիճակ ստանալ, երբ որ մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում։ Մենք օրինակ ունենք, մենք կոնֆլիկտ ունեցող երկիր ենք։ Ու երբ որ մեզ այդ խաղաղությունը փորձում են հрамցնել, թե իբր խաղաղություն կա, չկա այդ խաղաղությունը։ Մենք կարող ենք անվտանգություն առաջարկել։ Ինչը որ ազգային հեղափոխություն, կուսակցություն, մարտական եղբայրություն առաջարկում է, մենք կարող ենք անվտանգություն առաջարկել մեր պատկերացրած ձևով, բայց մենք երբեք մեզ թույլ չենք տա Ալիևի փոխարեն հայ ժողովրդում Հայաստանի Հանրապետության երաշխիքներ տա, որտեղ պատերազմող կողմերը երկուսն են։ Առնվազն երկուսն է, որտեղ այլ շահառուներ կան ու հիմա Հայաստանի իշխանությունները եւ բազմաթիվ այլ քաղաքական ուժեր ամեն իր օրակարգով բերում է խաղաղության իր տարբերակը։
խաղաղություն, իրատեսական, առանապատիվ, իրական ու այլ խաղաղությունների տարբերակներ կան ու բոլորը Ալիևի փոխարեն հայ ժողովրդի երաշխիքներ են տալի։ Առանց ամաչելու, որովհետև Ալիևը տարածաշրջանում ամենա ոչ պայմանագրունակ սուբյեկտն է Ադրբեջանի հետ միասին։ Ամենաոչ պայմանավորված նամանավանդ Հայաստանի հետ կապված։ Բայց կանխատեսելի միջալոց, որովհետև ինքը նախապես իր գործունեությունը հաջորդ քայլերը հայտարարում է։ Այլ խնդիր է, որ այստեղ Հայաստանում, չգիտես ինչի, որոշել են, որ դրան լուրջ չի կարելի վերաբերվել եւ իր խոսքերին հղումը ներկայացնում են որպես ադրբեջանական ռոպագանդայի տարածում, այնինչ մենք ամեն անգամ, ամեն քայլափոխին տեսնենք, որ այդ մարդը ինչ հայտարարել է, ոչ միայն ինքն է անում, այլև ներսից իրան աջակցողներ կան Հայաստանի ներսից, ու դա ամենատխուր տարբերակն է։ Դրան էլ ես ականադառնամ, այդ ներսից ինչպես են իրեն աջակցում։ Հիմա խոսեմ, որ Ալիևի այդ ոչ պայմանավորված լինելը մեզ համար ռեալ վտանգ է ու մենք կարող ենք միայն ապահովել ինքներս մեր վրա հենվելով առաջի հերթին անվտանգությունը։ Հետագայում թե ինչ դաշնակիցներ կունենանք, դա ժամանակը ցույց կտա, որովհետև ի սկզբանե ցանկությամբ դաշնակիցներ ձեռք չեն բերում։ Հայաստանի քաղաքական ուժերը այս պահին ամեն մեկն ասում է ես օգնություն կբերեմ Ֆրանսիայից, ես օգնություն կբերեմ Ռուսաստանից կամ օգնություն կբերեմ ԱՄՆ-ից, ինչ որ մարդիկ ասում են Չինաստանից, բայց քանի դեռ դու որպես սուբյեկտ հանդես չես եկել, չես պաշտպանել ինքդ քեզ, դու չես կարող ենթադրություններ անել ու հասկանալ թե որ աշխարհակաղակական բևեռը քեզ կարող է դաշնակից լինել։ Այսինքն ում շահերը կհամընկնեն քո շահերի հետ։ Սա էլ է մոլորեցնելու ճանապարհը, հայ ժողովրդին մոլորեցնում են լավ խոստումներ տալով, բայց կեղծ ու սուտ խոստումներ տալով։ Այսինքն տնային աշխատանքը չանելու պայմաններում դու կարող ես, չգիտեմ, մեծ խոստումներ տալ, բայց իրականության մեջ ոչ մեկ, եթե քո մեջ չտեսան սուբյեկտ, եթե քո մեջ չտեսան կարողություն, ուժ, հնարավորություն, կազմակերպվածություն, արդեն տնային աշխատանք արված, այդ հաստատապես չեն գալու ու դա չի վերաբերվում միայն պաշտպանության անվտանգության։ Առհասարակ բոլոր ոլորտներում, եթե չտեսան քո մեջ կարողություն, երբեք չեն գա ու չեն մասնակցի։ Անվտանգությունը համար մեկն է։ Անվտանգությունը դա ոչ միայն արտաքին անվտանգությունն է, այլ ներքին անվտանգությունը, որովհետև մենք տեսնում ենք երկրում ինչ է կատարվում։ Սա մեր համար լուրջ խնդիր է, այսինքն թմրամոլությունը կամ թմրանյութերի շրջանառությունը դա անվտանգության հարց է։ Կիբեր անվտանգությունը դա անվտանգության հարց է։ Դրանք բոլորը անվտանգության հարցեր են։ Դատական համակարգը դա նույնպես անվտանգության հարց է։ Ու եթե մենք չունենք անվտանգային ընդհանուր համալիր, մենք տնտեսապես էլ չենք կարող զարգանալ, որովհետև գումարները գնում են ամենաապահով տեղերը։ Ինչի է ԱՄՆ-ն ամենահարուստ երկիրը, որովհետև ԱՄՆ-ն ունի ամենաշատ ռազմական ուժը, ամենահզոր ռազմական ուժը։ Դա շատ պարզ է։ Նախամարքան շրջանից սկսած, երբ որ ստեղծվել է հավելյալ արժեք, դրա համար հայտնվել են պաշտպաններ։ Անվտանգություն են սկսել կազմակերպել։ Մեզ հիմա փորձում են համոզել, որ մենք մտնում ենք մի հատ փուլ, իբր թե խաղաղության փուլ, որը իրական չկա, ամբողջ տարածաշրջանը եռացող է, անընդհատ պատերազմներ են ներշուժը, մենք խաղաղության կղզյակ ենք ու մեզ ոչ անվտանգություն է պետք, ոչ բանակ է պետք, բանակի թիվն են փորձում կրճատել, այսինքն ծառայության ժամկետը կրճատելով, ասենք 4 զինվորի գործը 3 զինվորի վրա են փորձում դնել, չարժված, որ իրենից ծանոթ բազմաթիվ խնդիրներ են առաջացնում, փորձում են ներկայացնել, որ իբր լավ բաներ անում, մենք խաղաղ ենք ապրելու, լավ ենք ապրելու։ Հնարավոր չի լավ ապրել, երբ որ դու անվտանգ չես։ Սա համար մեկ բանն է։ Երկրորդը իմիջիայլոց այն ինչը որ իրենք հիմա փորձում են դաշտում տարածել նոր սահմանադրության հարցն է։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրությունից պետք է հանվի անկախության հռչակագրի հանումը, ասեմ, որ դա հիմնականում խփելու է Հայաստանի Հանրապետության անկախության ու վերենացելու Արցախի։ Հայաստանի սպասվում է Արցախի ճակատագիրը, եթե գնանք այս ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի գործունեությանը առհասարակ մեր երկրում, միգուցե թուրքերը թուրք ղեկավար տնեին այսօրը չգցել այս երկիրը։ Շատ ավելի հավանական է։ Հա, որովհետև թուրք ղեկավարը կարող է անձնական ամբիցիաներ ունենալ, որ ինչ-որ լավ բան անել։ Հիմա այս մարդը Հայաստանը կործանում է ու հստակ քայլերով։ Այսինքն ինքը ցանկացած բան անում է, որ վաղվա Հայաստան չլինի։ Ու երբ որ մենք ասում ենք սրա մասին, ասում ենք գույները խտացնում ենք, բայց ժողովուրդ 20 թվականից առաջ ու հիմա 26 թվականն է։ Մի պահ մտովի հայտնվենք 19 թվական ու հայտնվենք հիմա 26 թվական, մենք ինչ վիճակում ենք գտնվում։ Մեր երկրի ղեկավարն ասում է, երբ որ ինձ ասում են թուրք, ես դրանից վատ չեմ զգում։
Սա абսուրդ է։ Բայց շատ սրտներվում է, երբ որ մենք որպես հայ հիշում ենք մեր պատմական անցյալը, մեր նախնիների, չգիտեմ, ցեղասպանությունը, Արցախի կորուստը ու էլի շատ բաներ, երբ որ որպես հայ դրա իրավունքը ունենալով հիշում ենք, մարդը ծանր է տամ, այստեղ հստակ է, ասում ոչ մի ազգի նկատմամբ խտրական վերաբերմունք չի, բայց դու պիտի հստակ պատկերացում ունենաս, ինչ է նշանակում, դու նեղվում ես, երբ որ քեզ հայկականության մասին հարցեր են բարձրացնում, ու չես նեղվում, երբ որ քո վերաբերյալ ինչ որ շատ կլիշեներ են օրինակ օգտագործում։ Խտրականության մասին չէ խոսքը։ Այս բանի մենք ունենք, խնդիր չէ։ Ադրբեջանի հետ խնդիր ունենք, ու ադրբեջանցիներն են թուրք ասում։ Ադրբեջանցի չենք ասում։ Բոլոր հայերը թուրքը համարում են վիրավորանք։ Հիմա որ մենք եթերում մենք խոսում ենք, դա չի նշանակում, որ դա այդպես չի, այսինքն չխոսենք դրա մասին, լարենք հայերը դարեր շարունակ այդպես են համարել։ Օսմանյան կայսրությունում թուրքը վիրավորանք է եղել։ Հենց Օսմանյան կայսրությունում թուրքը որպես վիրավորանք է եղել։ Հետագայում են թուրքը որպես ազգ ստեղծել։ Թուրքը վիրավորանք եղել ու նույն ձև իրենց մոտ հայն է վիրավորանք։ Այսինքն սա ունենք են ունենք։ Պետք չի սրանից կա հասկանալ, որ սա պատճառ աչքերներս որ փակենք, ականջներս փակենք, ասենք սա չկա, հստակ պատճառ ունի։ Իրականությունը այն է, ոնց ենթարկված ժողովուրդը չի կարող մեծ սեր տածել իրենց ցեղասպանողի նկատմամբ, դա ինչ որ երկրի ղեկավարն ասում է, որ ինձ դրանով չեք վիրավորում, այսինքն մարդը մի դեպքում կարող է դրանից չվիրավորել, երբ որ ինքը իրեն թուրք է զգում։ Ու թուրքական քաղաքականություն է որում ոչինչ չի զգում, ուղղակի ծառայություններ է մատուցում, մնում է պարզել, ասում է թե ծառայությունը մատուցում է Թուրքիան Ադրբեջանին, նշան ինչ որ չափով նաև սպասարկում է գերտերությունների ախորժակը, հա Ռուսաստանի մի կողմից, ԱՄՆ-ի մյուս կողմից։ Այո, ես համաձայն եմ, որ համենայն դեպս իր գործողությունների մեջ հայկական շահի նշույլ անգամ չկա, որտեղ չի կարող հայկականության մասին մտածող մարդը շահի մասին մտածող այսպիսի վարքագիծ դրսևորի, որ ընդհանրապես ոչ մի ներդրում բոլոր իմաստներով ներդրում էլի կրթության ոլորտից սկսած մինչև անվտանգություն եւ կարգավիճակներ քո իրավունքների հետևից գնալը հրաժարվելը ես չեմ պատկերացնում այս աստիճանի մենք իսկապես չենք ունեցել մենք բոլոր ժամանակներում իմիջիալուց դժգոհ ենք եղել մեր իշխանություններից ու մենք դրա իրավունք ունենք որտեղ մենք այս երկրի քաղաքացիներն ենք բայց այս տեսակ վերաբերմունք պետականության նկատմամբ ատելություն հայկականության ու պետականության նկատմամբ մենք իսկապես չենք ունեցել ու բարձում է ինքը նաև թիմ ունի ու ինչ որ տոկոս մարդիկ կան, որոնք այն աստիճանի մոլորված են, այն աստիճանի քննադատողական մտածողությունից զուրկ են, որ չեն կարողանում տարական ինֆորմացիան իրար կողք դնել ու հասկանալ ինչից ինչ է բխում ու մենք ուր ենք հասել։ Որովհետև 20 թվականի պատերազմից հետո նոյեմբերի 9-ի դրությամբ դեռ հայ ժողովրդի մոտ դիմադրության ոգի կար։ Հայ ժողովուրդը պատրաստ է շարունակել, ու հայ ժողովուրդը պատրաստ է երկարատև դիմադրության գնալ, որովհետև երբ որ մենք հետ ենք գնում նոյեմբերի 9-ը, մենք տեսնում ենք, թե ինչ էր կատարում ամբողջ աշխարհում։ Դժվար էր պատերազմական իրավիճակում ենք, այդ կորոնավիրուսային համաճարակ կար, աշխարհում քննիչներ կային, բայց ամբողջ աշխարհում հայերը մոբիլիզացվել էին։ Ամբողջ աշխարհից դեպի Հայաստան ներկատ կար։ Սա ֆենոմենալ բան է, իմիջիալոց աշխարհի մյուս երկրներում, երբ որ պատերազմը արտագաղթ է տեղում, Հայաստանում ներկախտ էր։ Այս ռեսուրսները ինքը վատնեց։ Ու մի ստորագրությամբ պարտության տարավ հայ ժողովուրդը պատրաստ է երկարաժամկետ պատերազմելու։ Հայ ժողովուրդը պատրաստ էր տապալելու թշնամու պլանները։ Իսկ իրենք ինչ արեցին։ Պատերազմը կանոնացրեցին, ռուսական զորքը մտցրեցին Արցախ։ Այն խոստումներով, որ դա պաշտպանելու է Արցախի հայ բնակչությանը ու վերջնարդյունքում ստացանք Արցախի հանձնում, այսինքն մարդկանց Արցախի շրջափակեցին, ճանապարհը փակեցին ու հիմա էլ թռիպով ասում են մենք ճանապարհ տան ու այսօր կցանկանամ հավելել, որ նոյեմբերի 9 դավաճանական փաստաթղթում նշված էր, որ երկու ստեյք են գնալու, այսինքն հայերը գնալու են Ստեփանակերտ, ադրբեջանցի գնալու են Նախիջևան։ Հիմա Ստեփանակերտը հայաթափված է։ Ինչ ենք մենք ճանապարհ տալի։ Ու սրա մասին մեր քաղաքական ուժերը ամենավատն է, որ մեր քաղաքական ուժերից այդ խոշոր խաղացողները չեն խոսում։ Իրենք ամեն ինչից կարող են խոսալ, ամենավերջի հայհոյանքները մեկը մյուսին կարող են տալ, բայց ֆունդամենտալ հարցերի շուրջ իրենք ունեն նույն դիրքորոշումը։ Դրա համար օրինակ ազգային հեղափոխություն կուսակցությունը առաջարկում է իր մոտեցումները, որոնք որ տարբերվում են եղած համակարգից։ Իմիջիալոց այդ ցանկանեն այդ շեշտել, որ
Սահմանադրական փոփոխությունների հետ կապված է մենք Հա, մենք խոսել ենք դրա մասին, ու իմիջիալս մեր հիմնական տարաձայնությունը այդ դրա մեջ այդ կետի մեջ էր, որ մենք ասում ենք այս պահին մենք իրատեսական չենք համարում ընտրական process-ով հարցեր լուծելու, որովհետև ռեալ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանին, ինչպես նախկինում օրինակ Ռոբերտ Քոչարյանը աջակցություն հայտնեց ու թողեց իշխանության իր ներկայությամբ մնալով քաղաքական դաշտում, հիմա էլ հայտնվել են նոր էլի հզոր խաղացողներ, ովքեր որ նույն բանն են, երկրորդ դերի համար պայքար են մղում, որպեսզի Փաշինյանը մնա ու շարունակի իր գործառույթներ։ Հիմա մենք ասում ենք, որ եղած սահմանադրությունը լավագույն սահմանադրությունը չէ, բայց այս պահին խոսել սահմանադրության փոփոխություններից սա Փաշինյանի օրակարգն է, որովհետև օրինակ ձեր ուժն էլ երբ որ ներկայացնում հնարավոր է փոփոխություն, մենք պատկերացնում ենք, որ այս պահին ընտրական process-ով Փաշինյանին հեռացնելը հնարավոր չի։ Հնարավոր է հենց այդ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լայն համախմբում իրականացնել, որովհետև այդ դեպքում լինելու է այոն եւ ոչը։ Մենք պահելու ենք ոչի կողմը։ Այսինքն թույլ չենք տալու, որ ինքը սահմանադրությանը կպնի։ Ու սահմանադրության փոփոխությունը կլինի իրենից հետո։ Այսինքն երբ որ Փաշինյանը չլինի, նոր կարելի է դրա շուրջ մտածել, թե ինչպեսի սահմանադրություն ենք մենք պատկերացնում։ Ասում եմ, սա լավագույն սահմանադրությունը չի։ Իմիջիալոց մյուս քաղաքական ուժերից մենք տարբերվում ենք նաև նրանով, որ այս սահմանադրությունը, քանի որ հիմա գործող սահմանադրությունն է, ու մենք պետք է առաջնորդվենք այս սահմանադրությամբ, մենք չենք առաջադրում վարչապետի տեխնազու, մենք առաջադրում ենք թիմ։ Թիմով են գալ, որովհետև կառավարությունը դա նշանակում է ազգային ժողովի կողմից։ Ու կառավարությունը անդադ կարելի է ցրել, նորը հավաքել։ Պարտադիր չի վարչապետը 5 տարի մնա։ Մենք դա կարող ենք նշանակել, այսինքն հիմնական մեր ծրագրային դրույթները տալ վարչապետի պայմանական տեխնացուն, ասել սա ենք պահանջում։ Կշեղվի իր ամսական ծրագրից, իր 6 ամսյա ծրագրից։ Նոր կառավարություն կարելի է ձևավորել։ Հիմա բոլորը պարլամենտական համակարգում առաջադրում են վարչապետի տեխնացուներ, մասնակցում են ընտրություններին, այնպես ինչպես նախագահի ընտրությունների են մասնակցում։ Դրա համար քաղաքական համակարգ չի կայանում, որովհետև այս պարագայում պետք է քաղաքական համակարգ կայանա, այսինքն կուսակցություններ պետք է ստեղծվեն, թիմեր պետք է ստեղծվեին, ինչը չի ստեղծվում, էլի անց կուսակցություններն են մնացել դաշտում։ Ցանկացած կուսակցությունից իրենց առաջին համարին հեռացնում ենք, վարչապետի տեխնատոյի, դա բան չի մնում։ Մենք դա տեսել ենք, չէ՞։ Մի օրվա մեջ երբ որ Գագիկ Ծառուկյանը լքեց օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այդ կուսակցությունից բան չմնաց։ նույնը հանրապետական կուսակցությունում մեծ թվով մարդիկ բացակայեցին, ու առանձին բացառություններ մնացին հավատարիմ թիմին, բայց մեծ մասը ուղղակի փախա։ Ստեղ ասեմ նաև քանի որ մի տեսակետ են չես, մեր տեսակետն էլ ասեմ, մենք կարծում ենք եւ վստահ ենք, որ ցանկացած իրավիճակ պետք է օգտագործել Նիկոլ Փաշինյանին հեռացնել, օր առաջ հեռացնել։ Բոլոր օրինական ճանապարհները մեզ համար ընդունելի են, ու մենք համարում ենք, որ շանսը բաց թողնել, այդ թվում նաև ընտրություններով փորձել Նիկոլ Փաշինյանին հեռացնել, դա ճիշտ չի լինի մեր տեսանկյունից։ Երկրորդ հարցը ինչու սահմանադրական փոփոխություններ, որովհետև մի անգամ քայլարա մերժի Սերժին մենք արել ենք։ Այդ թե դրանից հետո ինչա լինելու, այդ դա մենք չենք հստակեցել այս իշխանությունների հետ, այսինքն նրանք զուտ տենց ինչ լոզունգային խոստումներ են եղել, բայց մեր առաջարկը շատ կոնկրետ է, ժողովուրդ, քայլ ենք անում, մերժում ենք Նիկոլ Փաշինյանին ու ինչ, ու անում ենք փոփոխություններ, որի պարագայում այլևս այդ սուպեր վարչապետությունը չի լինում, իշխանությունը շատ բալանսավորվում է կոնկրետ տարբեր մարմինների մոտ, որպեսզի մի հոգի սուպեր վարչապետական լիազորություններ չունենա, որ չլինի գլխավոր դատախազ, որը չի գալի ձեռքը, չի բռնում վարչապետի, որը ուղիղ դասական երկրորդ կուրսի ցանկացած իրավաբանական ֆակուլտետի ուսանող կասի, որ սա հակասահմանադրական գործողություն է, բայց ձեռը բռնող չկա։ Այդ մենք ուզում ենք արդարադատության համակարգը վարչապետի տակից հանել ամբողջությամբ, որ որևէ ձևի չկարողանա ազդեցություն ունենալ։ Այսինքն մեր տարաձայնությունը դրա մեջ է, որ մենք համարում ենք բոլոր իրավիճակները պետք է օգտագործել, դուք մի քիչ այլ, այդտեղ ձեր մոտ մի քիչ խոցելի լինում, ինչի, որովհետև գիտեք ինչ են ասելու են փաստորեն դուք Սերժը Կասյումի պահապաններն եք լինելու ու դրա պատասխանը ու հիմա ես ձեզ հարցնեմ, արդյոք մենք սուպեր վարչապետական երկրում ենք, թե սուպեր պարլամենտական։ Դե փաստացի կոչվում է ֆորմալ իմաստով, հա, իրավական իմաստով մենք պարլամենտական երկիր ենք ու պարլամենտը շատ ավելի շատ լիազորություններ եւ իրավասություններ ունի, բայց քանի որ աղավաղված է ու այլասերված է ամեն ինչ մտածողությունից միջև քաղաքական ուժերի այդ
գաղափար, ըստ գաղափարի բացակայության պայմանները մենք ստանում ենք սուպեր վարչապետական, որովհետև անձերից է կախված, այսինքն Փաշինյանի անձից է կախված, որովհետև պարլամենտում նստածները դրանք սուբյեկտներ չեն, դրանք քաղաքական խաղացողներ չեն, պարլամենտում նստածները դրանք օբյեկտներ են, որոնք հայտնվել են պարլամենտում զուտ կոճակ սեղմելու համար։ Իրենք ոչինչ չեն անում, իրենց տեղը ամբողջությամբ որոշված է։ Այ եթե պարլամենտում կլիներ թիմ, կլիներ գաղափար, հանուն ինչի իրենք եկել են իշխանության, Փաշինյանը այս ամեն ինչ չէր անի։ Մենք հիշում ենք, չէ՞, 21 թվականին Փաշինյանը եկել էր իշխանության, որպեսզի հայ ժողովուրդը վերադառնա Հադրութ եւ Շուշի։ Հիմա ինքը չի կատարում իր խոստումները, պարլամենտը կարող է իրեն հեռացնել, այսինքն քաղաքական թիմը չկար։ Մենք չենք ասում, որ դա սուպեր վարչապետական է, այսինքն ցանկացած համակարգ կարող ենք ստեղծել, բայց եթե թիմերը չեն կայանում, տակը գաղափար չկա, գաղափարախոսություն չկա, հանուն ինչի են այդ մարդիկ հավաքվել։ Իրենք հավաքվել են հանուն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների։ Եթե լիներ, այսինքն իրանք կիսում են Նիկոլ Փաշինյանի գաղափարը, այսինքն իրանց համար ընդունելի է այդ ամեն կասկածում են, որ իրենք առհասարակ ինչ-որ գաղափար են հասկանում են, համաձայնվել են դուրս եկան, մնացածը իրենք չեն հասկանում։ Գուցե եւ տեղավորվել են, հարմարվել են, պրեմիաները կա, տենց ծնվել է դարձել падգամավոր այդ մարդիկ, կենսագրություն ունեցող մարդիկ կամ այն մարդիկ, ովքեր որ ընթացքում վարկաբեկվել էին։ Այդ թիմում մարդիկ կան, ովքեր որ մինչև վերջ վարկաբեկված են եղել ու երբ որ կյանք են ստացել Փաշինյանի միջոցով։ Մենք գիտենք Հայաստանը փոքր երկիր է, մենք գիտենք ով է։ Այ մեր առաջարկը հենց դրա մեջ է, որ մենք հույսներս չդնենք ինչ որ մարդկանց պարկեշտության, միայն մարդկանց պարկեշտության վրա, սիստեման պետք է լինի, համակարգը պետք է լինի նենց, որ դա հնարավոր լինի կանխել։ Դե դրա համար են ասում, որ մեր տեսակետով, այսինքն մենք դրա համար առաջարկում ենք թիմ։ Թիմով ենք հանդես գալի, գաղափարներով ենք հանդես գալի։ Հիմնական գաղափար մենք ունենք մեր տնտեսության պատկերացումը, մենք ունենք մեր անվտանգության պատկերացումները, որոնք որ հրապարակել ենք մեր Facebook-յան էջում, հրապարակել ենք մեր կայքում, լսողները կարող են մտնել մարտական կետերն կամ մարտական եղբայրություն միաբանության Facebook-յան էջ, ծանոթանալ մեր ծրագրերին, թե որ կետով ինչ ենք առաջարկում, կրթական ծրագիր ունենք, թե ինչպեսի կրթական համակարգ ենք առհասարակ պատկերացնում ու որը որ իրատեսական, այսինքն կենացների մակարդակով արմատական փոփոխություններ իրենցից ներկայացնում, բայց իրատեսական մոտեցումներ են։ Ճոխ կենացներ չեն, ասենք չենք ասում թոշակները դարձնում ենք 100,000, 200,000 դրամ գումարը չունենալով։ Այն փոփոխությունից որ մենք առաջարկում ենք, դրան բոլոր իրատեսական փոփոխություններ են, արմատական փոփոխություններ են, բայց մենք առաջարկում ենք թիմ, որ թիմն է, գաղափարն է առաջանում ու այս պահի դրությամբ Հայաստանում գործող այս իրավիճակում նամանավանդ այն ինչ որ մեր շուրջ դերում մի քանի կարևոր կետեր կան, որոնց շուրջ են մենք այս պահին մեր գործողությունները իրականացնում։ Համար մեկը դա անվտանգության հարցն է, որ առանց անվտանգության ոչինչ հնարավոր չի իրականացնել։ Երկրորդը թրիպը մերժում ենք։ Մեզ լսողների շատերը կարող են քննադատել, ասել այ ռուսական պրոյեկտ է, ռուսական պրոյեկտն ենք մերժում, նոյեմբերին էլ ենք մերժում։ Մենք խոսում ենք անկախ դիրքերից։ Մեզ համար Արցախի հարցը փակ չէ։ Ու մենք չենք հավատում այդ խաղաղության օրակարգին։ Այն ամենաառաջինը սահմանադրության թեման, այս բան քննարկման չենք դնում։ Սահմանադրական փոփոխություն, որովհետև այս սահմանադրական փոփոխությունների ժամանակ լինելու է իրական պայքար հայերի, Հայաստանի Հանրապետությունը ցանկացողների, Հայաստանի Հանրապետություն պահողների ու դրա դեմ պայքարողների։ Այս ժամանակ արդեն կբաժանվեն։ Երբ որ մեզ ասում են ազգն է բաժանում, մեկ չի կարելի, բան քաղաքական process-ները ենթադրում են բաժանումներ նաև։ Կամ այս տեսակետի կողմնակից ես, կամ հակառակ տեսակետի կողմնակից ես։ Հիմա Փաշինյանը գաղափարախոսություն է առաջ տանում։ Ինքը օրինակ իրական Հայաստանի գեղագիտական, չգիտեմ ինչն է առաջարկել, որ մշակույթը արվեստը ինչպես պետք է գործի, մարդիկ պետք է պարտադիր ուրախ լինեն, պետք չի տխուր լինել, այսինքն 20-ական թվականների սովետական միության հայեցակարգն առաջ բերել, հա տենց բան ասել։ Նման օրենսդրական նախաձեռնություն կա, որը իմիջիալոց ներկայացրել է Գեղարվեստի ակադեմիայի այսօրվա ռեկտորը, հանրային խորհրդի անդամ Վարդան Ազատյանը։ Մեզ այդ ինֆորմացիաները հասել է, որ իրենք են գրել նեոբոլշևիզմի տարեր պարունակող գաղափարախոսություններ իրենք առաջ տանում։ Ու այդ գաղափարախոսությունից երբ որ շեղվում են, իրենք դրա դեմ միանգամից առնում են։ Մենք սրան հակառակվում ենք։ Թող մյուս քաղաքական ուժերն ասեն իրենք ինչ են առաջարկում։ Այս նշվածած կետերը ֆունդամենտալ կետերն են։ Թե չէ 300,000 աշխատատեղ կստեղծեն կամ ավելի լավ կբանակցեն կամ կգնան նույն բաները կանեն։ Սա
փաշտեն հակադրություն չի։ Ես ուրախ եմ, որ սերնդափոխությունն է տեղի ունենում։ Ես շատ ուրախ եմ, որ նոր մարդիկ են գալի քաղաքականություն, ովքեր առարկայական պետությունը պաշտպանելուց զատ նաև հասկանում են, որ առօրյա հարաբերական անդորի պայմաններում էլի պետությունը պաշտպանելու, կառուցելու, շենացնելու կարիք ունի։ Այս շատ կարևոր է, հասկացած քաղաքասարակության կոչվող այ նոր մարդիկ են գալիս, ինքնուրույն են գալիս, հա, բլոգերներից սկսած, ովքեր խնդիրներ կան, չէ՞ քաղաքականության մեջ ես անկեղծորեն մաղթում եմ բոլորիս, որովհետև ոնց հասկանում եմ դետալների մեջ է մեր տարբերությունը, բայց գաղափարական առումով մենք շատ մոտիկ ենք։ Բոլորիս ծով համբերություն, ուժ, որովհետև այս process-ը պետք է կասեցնել, այս process-ը պետք է կանգնեցնել ու դրա համար մենք բոլորս համախմբված մի մարդու նման պետք է ասում այ մի ձևով շնչենք, արտաշնչենք։ Փոքր տարաձայնությունները դա հարցեր չեն, դրանք շփվող են։ Դրանք լուծվող հարցերով ես վստահ եմ, որ դա այդ օրը հեռու չի։ Վստահ եմ, որ այդ խնդիրները լուծվելու են։ Ու վստահ եմ, որ վաղվա Հայաստան լինելու է ավելի հզոր Հայաստան, ավելի ուժեղ Հայաստան, ավելի ապահով Հայաստան։ Դրա համար պետք է ուղղակի լսել, թե ով ինչ է ասում, պետք չի աղմուկին հետևել, պետք է բովանդակային խոսք լսել։ Շնորհակալություն ես հնարավորության համար, որ դուք հնարավորություն եք ընձեռնել մեր խոսքը հավելյալ հարթակով լուսաբանելու, որովհետև դեպքեր են եղել, երբ որ մեր միաբանությունից 50 մարդ ձերբակալվել է, 50 մարդ, ու դա կարելի ասել չի լուսաբանվել։ Մի հոգի մարդ են ձերբակալում, բոլոր լրատվականները միանգամից սկսում են լուսաբանել 50 մարդ մի օրվա մեջ։ Ես անգամ ենթադրում եմ որտեղ է եղել։ Ձերբակալվել է Գիրանցի հետ կա։ դեռ չէ, մենք Գիրանցի դեպքերը դեռ չկար։ Մենք դեռ պետք է ուղևորվեինք, մենք արդեն զգացել ենք վտանգը, պետք է ուղևորվեինք դեպի նոյեմբերյան ու Երևանից արդեն մինչև Իջևան հասնելը ճանապարհ Երևանից սկսած 50 մարդ են ձերբակալել զենքի կասկածանքով։ Ոչ մեկի մոտ մնաց ավել եղուն կտրիչ չենք թել, ոչ օրինակա։ Բայց մենք կանք ու դա արդեն շատ լավ է։ Ես ուրախ եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, կհանդիպենք էլի ու կհամոզվեք, որ այնքան շատ մարդ կա, որ շատ պարկեշտ է, շատ ազնիվ է, արժե համակարգ կրող է ու մենք հաստատ դուրս ենք գալու այս վիճակից, որովհետև այլ ընտրակ չկա ուղղակի։ Շնորհակալություն։